թռնելով անցան տարիները։ Մեզ մոտ են գալու հայտնիները։ Պատրաստելու են մեր խոհարարները, իսկ մենք սկսում ենք Եփող թափողները։ Բոլորը բողոքում են միայն եղանակից, կարծես մնացած բոլոր հարցերը նորմալ են։ Եթերում Եփող թափողներն են Շանթի հոբելյանական եթերաշրջանում։ Եփող թափողները։ Այսօրվա եթերի գլխավոր հերոսները արդեն տաղավարում են իմ սիրելի Արվին Քոչարյանը եւ իհարկե Grand Ost ռեստորանի շեֆ-խոհարար Արտյոմ Իսպիրյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արտյոմը առաջին անգամ է տեսա խցիկների առջև, ի տարբերություն ինձ եւ պարոն Քոչարյանի, դրա համար արի ծափարենք Արտյոմ։ Այո։ Համոզված եմ, որ ձեզ ծափարում են Grand Ost-ում, այսօր կծափարենք նաեւ այս տաղավարում։ Ինչ եք պատրաստելու այսօր մեր սիրելի Արվինի համար։ Ուրեմն այսօր պատրաստելու ենք մեր Grand Ost ռեստորանի շատ սիրված ուտեստներից մեկը՝ հորթի ֆիլե, տրյուֆելի պատեով եւ սերուսկային սոուսով։ Հասկացար։ Ջան, տրյուֆելի պատեով եւ սերուցքային սոուսով հորթի ֆիլե։ Եթե ինչ-որ մեկը հանկարծ հենց նոր է արթնացել կամ ծնվել եւ չի հասկանում եւ չի պատկերացնում ով է Արվին Քոչարյանը, նա իրականում առասպելական դեմք է, որտեվ ես եւ Արվինը եղել ենք Հայ Սուպերստար 4-ի ժյուրի անդամները իրար հետ, այնտեղ ենք ծանոթացել եւ մեր ընկերությունը սկսել է հենց այն ժամանակ 2009 թվականին։ Արվին Քոչարյանը բացի դրանից հիանալի ֆոտոնկարիչ է, դիզայներ, ունի ոսկերչական ինչ-որ թազա նոր ուղղություն, ունի պարֆյումի հետ կապված ուղղություն, բացի դրանից հիշում եմ, որ մի ժամանակ Ռոստար թերթ գոյություն է, հիշում ես, նկարում է բոլոր աստղերին, շատ ու շատ պաստառների հեղինակն է, վերջը մի խոսքով Մարտ Production, Քայլող Մարտ Production, Քայլող Մորուկ Production, Արվին Քոչարյան։ Так, դե ինչ, Արտյոմ, համոզված եմ, որ շատ ու շատ հայտնի մարդկանց համար եք պատրաստել, այսօր պարոն Արվինի համար պատրաստեք եւ ես համոզված եմ, որ բոլորս գոհ կլինենք մեր ծրագրի վերջում։ Մնացեք մեզ հետ, մի քանի վայրկյանից այստեղ կլինեն այն ամենը, ինչից պետք է պատրաստվի այսօրվա ուտեստը։ Եփող թափողները։ Так, Արտյոմը պատրաստ է, Արվինը պատրաստ է, ես էլ պատրաստ եմ, բոլորս պատրաստ ենք, այո։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Արտյոմը Grand Ost ռեստորանից է, նա այնտեղի շեֆ-խոհարարն է, Grand Ost ռեստորանը գտնվում է մեր մայրաքաղաքի հենց սրտում։ Կենտրոնի սրտում, այո, փոքր կենտրոնի, փոքր, այսինքն մեծ սրտում, փոքր կենտրոնի մեծ սրտում, այո, հրապարակի վրա Grand Ost ռեստորանը եւ այսօր Grand Ost ռեստորանը այստեղ է։ Так, ինչից ենք սկսում, ինչը պետք անել եւ ինչով կարող է օգտակար լինի Արվինը կամ ես, թե կարող ենք միայն խանգարել ձեզ։ Ոչ, վերցրել ենք տավարի ֆիլեն եւ նա պետք է հիմա կտրատել։ Պետք է կտրատել նրան եւ լավ, չխանգարենք շեֆին, թող շեֆը կտրատի։ Արվին, ինչ կա, ինչ նորություններ։ Բան չէ, նորմալ դու ասա։ Ինչ Արվին Քոչարյան կարող ենք շուտով մեր համար բացահայտել։ Այն ասացից բացի, ինչի վրա ես հիմա խորացել։ Հիմա ներկա պայն մոռացա ասել, որ նաև Արվինը երաժիշտ է եւ տեսահոլովակներ է նկարում եւ պրոդյուսեր է։ Անկեղծ ասած ես ինձ երաժիշտ չեմ համարում, ուղղակի դա այն արտիստիզմի են ստեղծագործական մոդն է, որ ասես մի բան ուզում ես անես, զգում ես, որ կարող է ստացվի բան։ Ամենից երգել ես։ Երկու երգ։ Երեք։ Զուտ որպես են միստիկուսի հետաքրքիր դրսևորման, շարունակությունը, նաև տեսալովակ, մյուզիկ ռեժիսուրա, սցենար, երգի բառը, բան այդպես իմ համար հետաքրքիր ինչ-որ challenge-էր, հա, որ մտքերս կարողանամ այդ գծով նաև արտահայտեմ, քանի որ կար արդեն գիրքը, դե նկարները, դե ցուցանես, հետո զարդերը, հետո օծանելիքի գծով խորացանք մի քիչ։ Մի խոսքով, տենց հնարավորինս այն ինչ-որ ինձ տեսնում եմ կարամ ինչ-որ նոր բան այդտեղ արտահայտեմ, անկախ նրանից, որ ստացվում է թե չէ, որովհետև դա մի քիչ հարցի ուրիշ կողմն է։ Ստացվելը ոչ թե իր բանի առումով, այլ պայմանների առումով։ Գիտենք հիմա յուրաքանչյուր բան ուզում ես որպես պրոդուկտ ստանաս, լիքը բաներից է կախված ու
COVID-ից հետո երևի լիքը բան փոխվել է բարթացավ։ եւ բարթացավ։ Եվ այդ խոչընդոտները հաղթահարել է, նաև management-ը ուզում, նաև չգիտեմ producing-ը ուզում եւ։ Մի խոսքով տենց զբաղված եմ պահումից այդ առումով։ Նաև մի հատ հետաքի նախագիծ են հələ որ մտածում։ Այո, հիմա միսը ծեծում ենք, քանի որ այն ունենա վիզուալ լավ տեսք եւ լինի ավելի նրբահամ։ Նրբահամ եւ փափկի։ Այո։ Համը բարձրանա։ Արվին միս ծեծած կաս։ Շատ։ Առհասարակ խոհանոցում քեզ ինչպես ինչպես ձուկը ջրում։ Լավ, սիրում եմ խոհանոցը։ Իսկ նկարել ես ուտեստներ, ժամանակին այո, այն թվերն 2010 մինուս պլյուս չեմ հիշում, food photography-ն իմ մոտ շատ տենց էր, տենց հələ այսքան տարածված չէ, որ ասես։ Դու նկարում ես։ Հա, ես այն ժամանակ անում էի, շատ էի սիրում, մինչև այն ժամանակ, որ արդեն դարավ շուկայական գործ դա։ Որ շատ էր սկսեցին արել։ Հա, հետո այս տեխնիկաները, որ գնալով հեռախոսներ բաներ զարգացավ, ինչ-որ բաներ նաև հեռախոսներով են անում, փոքր ֆորմատների համար, սոցցանցերի համար, բան ինքը բավականին արդարացնում էր ու դե ես հասկացա, որ այն մոտեցումը, որ ես ունեմ, դա արդեն հիմիկվա էլ բան չի։ Հասկացա։ Այսինքն որտեղ դու շատ բծախնդիր էր, բավականին երկար պատրաստվում էի։ Ես այն ինչ-որ սովորել եմ, որ ոնց պետք է արվի, դա այդ ֆորմատի, այդ գնահատման համար չէր, այսինքն ինձ ավելի տես լույսերով, բանով տես լուրջ էր նայում։ Յուրաքանչյուր լոլիկի վրա ձեթով կաթիլներ դնել, բան անել, չգիտեմ, ոնց դիզայն անել ֆուդը եւ ու հասկացա, որ տեմպը արագացել է, ավելի արագ բաներ են ուզում, գնայինն է փոխվում, շուկայական է դառը ամեն ինչ ու ես տես մի քիչ հասկացա։ Հիշենք 2009 թվականը Հայ Սուպերստար 4-ը, որը որ կարծես թե դեռ մինչև այսօր ամենահիշվողներից էր, որտեվ ամենավառ մասնակիցներն առաջին համահայկականը ունեցանք առաջին ուրեմն մասնակիցներ, որոնք որ Հայաստանից դուրս եկան եւ մինչեւ հիմա բոլորս նրանց հիշում ենք, տեսնում ենք, լսում ենք Իվետան, Սուրենը, Հայկը Պետրոսյան, Ռաիսան, այո, Աննա Դովլատյանը, վերջը։ Ինչ հիշողություններ ունես կապված Սուպերստարի հետ։ Առաջի օրվանից թե ժյուրի անդամներով այդ ընկերությունը, թե ընդհանուր թիմի հետ որպես դու հետո որպես պրոդյուսեր որպես TV նախագիծ ինձ համար շատ հետաքրքիր էր եւ այն ինչ որ մենք այդ քանի ամսվա մեջ անցանք դե դեմից ոչ ամեն դեպքում ես չէի պատկերացնում իսկապես ու շատ հետաքրքիր դեմքեր բարձրացին դեպքեր եղավ եւ ու հաստատena որ Եվ հիմա փորձում եմ հիշեմ, որ այդ ամբողջ, 12-ը չէ միգուցե, բայց տասնյակից, ուրեմն 6-7-ը հաստատ միջև հիմա երգում են եւ լավ հաջողություն ունեն եւ մնացածն դառնել հայտնի դերասաններ եւ դերասանուհիներ։ Այո։ Հա, տակացնում ենք փաստորեն տապակը եւ արդեն սկսում ենք տապակման process-ը։ Այո, նախ տապակելուց առաջ պետք է տարան բավականին տաք լինի, որովհետեւ միանգամից շերտը վերցնի, տեղի ունենա ռեակցիա մսի, շաքարի եւ ձեթի հետ։ Որպեսզի պարունակի իր ներսում բոլոր հյութայնությունը, շաքարը դա գտնվում է մսի ներսում, որը որ ռեակցիա տեղի ունենում ձեթի հետ այրման դեպքում։ Սա այն տրյուֆել։ Համեմում ենք աղով եւ սև պղպեղով։ Էսի տրյուֆելա, չէ՞։ Հա, զեյթուն էր։ Տրյուֆելա, զեյթուն չի։ Զեյթունի նման էր։ Այդ տրյուֆելը պետք է գնամ գտնեմ։ Ինքս տրուֆել չեմ պատրաստել, բայց փորձել եմ ուրիշ տեղեր, բայց անպայման այս անգամ ինքս կպատրաստեմ։ Так, աղ եւ զեյթուն, հայ աղ եւ պղպեղ։ Այո։ Աղով եւ սև պղպեղով։ Մարանիկին տեսեք, որ սա նորույթ է միջալ ծառուտես, այս ապակյա տարներով, իրենց աղացներով։ Շատ հետաքրքիր բան ասեմ, ես խանութ շատ եմ սիրում անհատեստի բաներ պատրաստել, ժամանակին բավականին խնդիր կար այս։ Այո, աղացները։ Իսկ հիմա տես Մարանիկը հատուկ ստեղծել է համ աղը կա, համ պղպեղը կա սև, համ 4 տեսակի պղպեղ կա, համ արդեն աղացած կարմիր կծու քաղցր պղպեղ եւ սև աղացած պղպեղ։ Մարանիկը առաջարկում է ձավարեղենի եւ համեմունքների լայն տեսականի, այդ թվում նաեւ իմ սիրելի զիպ հնգյակը։ Սոդա, աղ, կակաո, շաքարի փոշի եւ օսլա։ Դրանց ավելացել են համեմունքները հարմարավետ ապակյա տարաների մեջ։ Աղ, սև աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր եւ կծու եւ իհարկե խոշոր սև պղպեղ։ Ապակյա տարաների շնորհիվ համեմունքները պահպանում են իրենց համը եւ որակը։ Եվ իհարկե օգտագործելը լինում է ել ավելի հեշտ։
ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Արդեն կարող ենք շրջել։ Այո, ֆիլեները կարող ենք արդեն տեղափոխել թավայի մեջ, այո։ Որ ես վերցնենք sense մի քիչ իրար sense Ճիշտ ասած սոուսի ընթացքում հա, մեկը հապվել է։ Սոուսը տանք տապակման ընթացքում արդեն այդ տեղի ունենալու։ Եվ հետաքրքիր է, որ ամեն խոհարար գալիս է իր դանակով, անձնական։ Իրենց ոնց որ դու քո ֆոտոխցիկ ինչ ես դավաճանում։ Ես գիտես ինչ է, խանութում որ լինում եմ պատրաստելուց դանակը որ բութ է լինում։ Դրանից ավելի վատ հայհոյանք չկա։ Այդ պահին որ տանք ես։ Որտեղ ես սրում, ինքդ ես սրում, թե ինքս եմ սրում տանը, հա, այն որ sense վերցնում ես, ասում ես 2-3 անգամ չես սրա, ասում ես լավ։ Այսօր եկեցի, հասկանում ես որ պամիդորը չի գնում։ Հասկացա։ Так, Արվին, վերադառնանք նորից հայ սուպերստարին։ Ժյուրի անդամ որպես որ առաջին անգամ ինչն էր դժվար քո համար թե խոսելը, գիտես ինչ, մասնագիտական կամերայի առաջ էսթետիկ մտքերի փոխանցումը, որ հանկարծ սխալ չհասկանան, հանկարծ ուրիշ, որը փորձեցի դա մի 2-3 անգամ այդ նկարանունը որ սոնկեք որ լինում էր, ես դա ձևավորեմ իմ ֆորմատը, այն որտեղ դու շատ մեծ փորձ ունես, ես այն ժամանակ ընդհանրապես այդ փորձը չունեի, եւ ուսումնասիրելով թե քեզ թե շրջապատի, նաեւ նայելով ուրիշ եթերներ, բան փորձեցի իմ քոնը գտնել, իմ հա ձևաչափը գտնել, ու այտենց երևի մի 2 ամիս անց արդեն եւ քո համար կարեւոր է, այսինքն դու ուսումնասիրել ես շատ լուրջ էր մոտեցել այդ գործին։ Ես մի հատ չգիտեմ լավ է թե վատ բնավորությունը, յուրաքանչյուր թե ուզում զարդերը որ պատրաստում եմ, օծանելիքը, յուրաքանչյուր production-ի մեջ որ մտնում եմ, քանի որ իմ ոլորտը, ես դա պետք է մինչև այն համարյա կիսամասնագիտացված տեղ ուսումնասիրել, որտեղ նոր կարողանաս։ Եթե ինչ-որ հարց են տալ, եթե դրա մեջ ես, պետք է կարողանամ դրան պատասխանել։ Եթե չպատասխանեմ, դա նշանակում է ես ուղղակի շակերտավոր դալալ եմ ստեղ։ Հասկացա։ Մոտո քշում ես դեռ։ Այո, մոտո։ Մի տարի ու կես չեմ քշում, երկու պարզ պատճառով, որտեղ ճուտն նոր ծնվել է եւ անվադողեր կա, պետք է փոխեմ ու գիտես Հայաստանում այո, պրոբլեմ է։ Միշտ։ Եվ հող թափողները։ Так, տես որ մի կողմ արդեն կարմրել է, շատ արագ, հիմա մյուս կողմն ենք անում։ Հիմա տապակում ենք, հետո սոուսի մեջ նաև պետք է։ Այո, տապակում ենք, հետո ավելացնում ենք սերուցքը, պարմեզան պանիրը, որը որ խնդրեմ որ ջուրը։ Քերը։ Այո։ Քերից պանիր արվի, դրա համար Սրանով։ Այո։ Սոուսը պատրաստելու ենք ինչով։ Նախ ավելացնելու ենք սերուցքը, հետո ավելացնելու ենք տրյուֆելի պատեն։ Կարակ ունենալու ենք սոուսի մեջ։ Այո, մի փոքր կարակ ամենավերջում ավելացնելու ենք։ Այո, լուրպակ կարակը։ Շատ բարի, որտեղ լավագույն խոհարարների լավագույն ուտեստները արժանեն լուրպակի։ 125 տարվա։ 125 տարվա, ես էլ ասովորը։ Խնդրեմ, ամեն դասերը սովորած եկել է։ 125 տարվա դանիական, ասեմ կարակ, որը որ 125 տարվա պատմություն ունի։ 125 տարվա պատմություն ունի, իսկապես, տես դրա զարմանում չէ, որ մենք հայերս մի բանով վարակվում ենք, սկսում ենք ինչ-որ բան անել արագ-արագ, հետո նույն կերպ ուրիշ բանով ենք սկսում զբաղվել։ Այո։ Իսկ այս մարդիկ տես 125 տարի առաջ սկսել են կարակը արտադրել եւ իրենց ավանդույթներին գլուխները կարակը արտադրել։ Իմ կարծիքով այն ինչ որ 100+ տարի անցյալ ունի, դա ընտանեկան բիզնես է։ Եւ արժեքներ ունի։ Այո, դա ընտանեկան բիզնես է։ Չգիտեմ ես մա պատմությունը։ Սրա պատմությունն էլ է։ Ընտանեկան անցյալ ունի, որը հիմա շատ քիչ է։ Այո։ Բիզնեսի մեջ նաեւ։ Այո։ Դանիական լուրպակ կարակը ունի մոտ 125 տարվա պատմություն։ Եվ այդ 125 տարվա ընթացքում ֆերմերները օգտագործում են նույն հումքը, կովերը ուտում են նույն կերը, իսկ կարակը ստացվում է նույն պայմաններում։ Լուրպարկ բարձրորակ կարակը պատրաստված է 100%-անոց թարմ կաթից։ Կարող եք ձեռք բերել բոլոր սուպերմարկետներից։ Պաշտոնական ներկրողն է Անդակո ընկերությունը։ Լավագույն ուտեստը արժանի է լուրպակի։ Так, Արվին, ինչ հետաքրքիր նախագծեր, պես դու անդադ ունես աշխատանք, չգիտեմ, կինոների, բեմադրությունների, սուպերստարի, դա աշխատանք է, որ պարբերաբար անում ես կամ միշտ անում ես։ Իսկ ինչ ես անում հոգուտ համար այս պահին։ Ինչ-որ նախագիծ ունես։ Գորջան, միստիկուսը միշտ էլ կա, 2009-ից եմ սկսել, ինքն էլ է 17 տարեկան,
միստիկուսը միշտ կա, միստիկուսի նոր ցուցահանդեսն եմ փորձում պլանավորել, ցավոք մեր առօրյան հենց է ստացվել, այս վերջի քանի տարին, որ դու շատ հեռուն չես կարող պլանավորել, հորիզոնը մոտեցել է, ոչ մեկ չգիտի վաղ ինչ է լինելու։ Ու մի քիչ դա ինձ համար ռիսկային է, որտեղ ես շատ բզիկ ունեմ միստիկուսի վրա, որ շատ այնց հատուկ բան մոտեցում ունեմ, չեմ ուզում ինքը ինչ-որ խնդիրներ լինի, չգիտեմ, cancel արվի, այն չստացվի, իմ ուզած ձևը մի խոսքով լինի։ Նոր դեմքեր կան, նոր հերոսներ։ Այո, միստիկուսի մեջ նոր հերոսներ կան, միստիկուսը նաև ունի զուգահեռ այդ իր օծանելիքի նախագիծը, զարդերի նախագիծը եւ մի երկու հատ ուրիշ նախագիծ, որ հələ դեռ վերջնական չեմ։ Դեռ չենք խոսում։ Հա։ Արտյոմ, ինչպես եք հասկանում, երբ է միսը պատրաստ։ Դա փորձ է, տեսքից է։ Ոչ, դա փորձ է, ընդհանուր առմամբ մեր ռեստորանում պատրաստում ենք ըստ եփածության, այսինքն ունենք մեդիում, ունենք մեդիում վել եւ ունենք վելդան եփածության, եթե Արբին ինչ-որ արյան հետ կապված, մեդիում եմ մեդիում, ես, այս մայնա պետք է հանես արդեն։ Այո։ Արդեն կասեն։ Արտյոմ, իսկ ինչ-որ ուտեստներ կան, որ միայն ձեր ռեստորանում են պատրաստում եւ մարդիկ հատուկ պետք է գան կամ գալիս են արդեն, որ հենց դա փորձեն ձեզ մոտ եւ ուտեն։ Ինչ որ հատուկ ուտեստներ չկան, բայց կան ուտեստներ, որոնք որ հատուկ ձևով պատրաստվում են մեր մոտ, դա գարի ֆիակն է ֆիրմայի սոուսով եւ ունենք անգուսի մատեր նույնպես ֆիրմայի սոուսով, որոնք պատրաստվում են մեր մոտ եւ դա մեր խոհանոցային գաղտնիքներից է, որը որ այսօր չի բացահայտվում։ Այո։ Եվ ունենք շատ հյուրեր, ովքեր հավանել են։ Ավելացնում ենք սերուցքը, ահա։ Արվին, մի օր պետք է գնանք եսօդու տեսնենք այդ անգուսի մատները։ Ինչու՞մ է գաղտնիքը։ Ինչու՞մ է գաղտնիքը, այո։ Գնացինք։ Так, հիմա, սոուսը սկսում է պատրաստել, սկզբից սերուցք։ Այո։ Ավելացնում ենք սերուցքը, հետո կավելացնենք պարմեզան պանիրը եւ ամենավերջում կավելացնենք տրյուֆելի պատեն։ Համը իդեալական դարձնելու համար։ Սա առանձին է։ Սպանախը տապակելու ենք առանձին, սպանախը տալիս ենք իր հետ, տապակվում է կարակով, այո, որպես խավար։ Աղով եւ սև պղպեղով։ Ահա։ Անք ամեն ինչ པարզ է կարծես թե եւ շատ Ինչքան པարզ է լինում, այնքան համով է։ Այո, այո։ Ես հիշում եմ Ֆլորենցիայի այդ հայտնի հանրայց թեյքերը, որ ոչինչ չկա վրա, մասի միս, աղ ու վերջ։ Բայց ամբողջ աշխարհը, այո, գալիս է խելոք հերթականը, որ կիլոին 50 եվրո 1 կիլոգրամը 50 եվրո այդքան է գումարը այդ Կիլոն 50 եվրո, բայց շատ չի։ Դե շատ չի, հայտնի է։ Հա, բայց այն ճապոնական մսը չի, բայց ասած գալիս խելոք հերթ է կանում։ Հա, որտեվ տեղեր կա, որ ոչ պրոֆեսիոնալ խոհանոց ես գնում, չնայած իրանք շատ մեծ կարծիք են, ու հենց այդ քո ասած 50 եվրոանոցը որ բերում են, հասկանում ես, որ չարժ է այդ 45 եվրոն այդտեղ մեջը մտել են։ Իսկ հիշում ես ինչ որ ուտեստ կա, որ կերել ես ու միջև մա համը մնացել է քիմքի։ Կամ ես իրականում բուրգերներ բան շատ եմ սիրում, բայց ոչ այն fast food-ային վիճակը, իրական, հա, Ամերիկա 2009-10 թիվը չեմ հիշում, մի հատ բուրգերի տեղ կար, BJ's էր կոչվում, այդ մի հատ ասած կա juicy burger, որ ասում են հյութալի, այդ ժամանակ ես հասկացա, որ չնայած հիմա ասեմ Երևանում բավականին այդ բանը մշակույթը զարգացել, թեկուզ լիքը դեպքերում ավելի համով է, քան Ամերիկայում։ Այո։ Այդ ինչպես օրինակ Վրաստանից մարդիկ գալիս են, այստեղ խինկալ են փորձում, ասում են, որ այստեղ շատ ավելի համով, քան Թբիլիսիում։ Երանի դա լիներ լրիվ ուրիշ ինդուստրիա, նաև ուրիշ ինդուստրիաների։ Մնացած բոլոր բնակավարներում, այո։ Արդեն ժամանակն է ավելացնելու պարմեզան պանիրը։ Եվ մինչդեռ մեր սոուսը մի փոքր կձգվի, մենք կտապակենք սպանախը։ Պարտադիր տաքացնում ենք թավան, ավելացնում ենք սպանախը, ամենավերջում աղը եւ սև պղպեղը։ Արվին, կա այդպիսի մարդ, որին որ ուզել ես նկարել եւ չես կարողացել, ինչ պատճառներով։ Մարդ շատ կա, Գորջան, դու գիտես, ես ումերի եմ սիրում, ինչ ռոք խմբերն են, դերասաններն եւ բնականաբար այդ մարդկանց հետ աշխատելը միշտ երազանք է եղել։
Հիմա դե մի քիչ ֆիլտրացրել եմ, ավելի քիչ մարդիկ են, բայց ամեն դեպքում նույն ինքը Ջեյմս Հետֆիլդն է, նույն ինքը Axel-ն է, Axl Rose-ն է, չգիտեմ, դերասաններ լիքը կան, որը ինձ թվում է այդ երազանքով մարդ որ սկսում է աշխատանքի մեջ որպես drive շատ լավ է, կարող է չհասնես այդ մարդկանց հետ աշխատել, բայց միջև այդ լիք ուրիշ մարդկանց հետ նաև իսկ այստեղ պատկերացրու որ օրինակ կա ինչ-որ մարդ, միգուցե դա պատվիր է գալիս է քո մոտ եւ չի ստացվում ինչ-որ կոնտակտը չի ստացվում, էներգիան իհարկե եղել է։ Փորձը ցույց է տվել, որ ես այն առաջին հանդիպում կամ զանգ կամ առաջարկից մոտավոր հասկանում եմ որ արժի թաթախվել ես ամեն ինչ մեջ թե չէ, որտեվ ես ունեմ այդպես պրինցիպիալ ինչ-որ գծեր, որ չպետք է հատեմ դա իմ բանն է։ Մարդկանց ասում եմ ես օրինակ դրա մասնակետը չեմ, ես չեմ կարող այն ինչ-որ ձեր մտքի թրիշ գնաց ստանամ, գնացեք ուրիշ հետ աշխատեք, թեկուզ եթե պետք է լինում խորհուրդ եմ տալի, բայց ես չեմ գործը պատկերը վերցնում, որտեվ գիտեմ վերջում իմ սրտով չի ստացվելու ու իմ սրտով որ չի ստացվում ամեն դեպքում հաճելի չի այդ բանը։ Դու ես քեզ վատ զգում։ Ես վատ զգում եմ ու վատ եմ զգում, որ դիմացինը իրան թվացել է, որ կարող է իդեալական ինչ-որ բան ստանա, բայց իմ իդեալն ու իր իդեալ տարբեր բաներ են եղել, դա համար չեմ կարող էլի անել դա։ Մի 4-5 դեպք տենց եղել է։ Իսկ ամենամեծ գումարը կարող ես ասես, որ աշխատել ես ֆոտո, ինչ-որ ֆոտոից։ Եվ դա ինչ նախագիծ է։ Ֆոտո, այսինքն ուղղակի պորտֆոլիո։ Չէ, որ ինչ-որ մեկին նկարել ես եւ քեզ գումար են վճարել։ Միստիկուսի բանն էր, մրցանակն էր, որ 2022 թվին աշխարհում առաջի տեղը գրավեցի, 124-5 հազար հոգի լուսանկարիչ կար, դրանց մեջ որպես Հայաստան առաջի տեղը գրավեցի ու մրցանակ ստացա որպես աշխատանք ինքը այդ գումարը բնականաբար աշխատանքից ավելի քիչ է, բայց որպես մրցանակ մի հատ այդպիսի նախագծում մոտավորապես մի 2000 քանի եվրո 2000 քանի եվրո։ Իսկ քո մոտ որ նկարվել են մարդիկ վճարել են ամենամեծ գումարը ամենամեծ հոնորարը չեմ կորոն այդպես ասեմ։ Իսկ կա օրինակ որ մեկին չես զում նկարես, ասես գումար ես ասում որ Չէ, գումարով ես իրենց ասում եմ ես չեմ կարա։ Օրինակ ես իմ կյանքում մի քանի դեպք եղել է, որ նախագիծ ա եղել, որ չեմ ուզեցել։ Բայց հակառակը դասի պես ասել եմ։ Անց ասել եմ նենց գումար, ու ես զանգես օրը։ Ու կպել է։ Ու չուզելով բայց այո։ Չէ, Так, հիմա արդեն ժամանակն է ավելացնում ենք տրյուֆելի պատեն։ Տրյուֆելի պատե։ Դա դուք ձեզ մոտ են պատրաստում։ Ոչ, դուք եք պատրաստում, թե դա գնում եք։ Ոչ, գնում ենք տրյուֆելի պատեն, քանի որ իր պատրաստելը բավականին դժվար է։ Իսկ սա իտալական տրյուֆելի պատե։ Այո, իտալական տրյուֆելի պատե։ Հատուկ խոզուկներ գիրես, չէ՞, հատուկ խոզուկներ կան վարժեցած։ Սունկա դա։ Սունկը գիտեմ սունկա, բայց խոզուկները ինչ կապ ունեն։ Խոզուկներն են գտնում այդ սունկը, դու չես կարող գտնես այդ սունկը։ Խոզուկներ կան հատուկ վարժեցված, որոնք որ հոտառությամբ գնում են շների պես։ Իրանք փոքր ժամանակ իրենց ուտացնում են այդ դրանից։ Հոտը արդեն ինքը սովորալ են։ Հետո բայց ինքը այնքան խելացի է, որ ու բավականին թանկ է։ Այդ ոնց է։ Անտառում, անտառում աճում է։ Անտառում է ինքը։ Անտառում, այո, անտառում աճում է։ Իսկ չի լինում սովորական ինչ-որ տես բանում։ Երբ որ դու աճեցնում ես, դա այդքան թանկ չի։ Ու դա չի։ Օրգանիկ չի համարվում արդեն։ Так, կա երկիր, որի խոհանոցը առանձնացնում ես ինչ-որ կերպ։ Չէ, ֆրանսիական, իտալական եւ, չգիտեմ, ամերիկյան խոհանոց համարվում է, բուրգերները, բաները, իրենց տարբեր կա, բայց հիմնական, մեքսիկական։ Սիրում եմ ամերիկյան խոհանոցը, իտալական, շատ եմ սիրում մեքսիկական խոհանոցը եւ նաեւ այդպես մի քիչ ճապոնական, չինական նոտ։ Եփող թափողները։ Կծու սիրում ես։ Շատ։ Ու պատկերացում միջև 23-4 տարեկան այն որ տանել չէի կարող, թեկուզ այսքան կծու, բայց հետո միանգամից մի հատ մեր մոտ էս բանի տան մոտ տակոյի խանութ բացվեց, ռեստորան բացվեց, ասում մի անգամ փորձենք այդ իրանց չիփսերով բանով ու տենց փորձեցի ու հալապենյոները ասեցի չրթել, հա։ Հասկացա։ Արտյոմ, Grand Ost-ում կովկասյան հայկական խոհանոց է միայն, թե նաև եվրոպական։ Կովկասյան եւ նաև կա եվրոպական, ունենք պիցաների տեսականի, ունենք պաստաների տեսականի եւ ունենք սթեյքեր։
Պիցաները պատրաստում են ավանդական քարի փեչերում, Այո, իտալական քարից փեչում։ փեչում, այո, որտեղ որ պատրաստվում է մեր պիցաները, նաև ունենք լամաջո, որը որ պատրաստվում է։ Ահա։ Դրա գաղտնիքը գիտես որ այդ քարի փեչը ոնց Գիտեմ որ իդեալական պետք է սարք։ 3-4 րոպեվա ընթացքում պիցան պատրաստվում է դրա մեջ, դա գիտեմ ես։ Էդի չէ, էդի չգիտեմ, էդի Արտյոմը կարող ասի, ես կարող եմ ասել, որ այդ գմբեթը որ պատրաստում են, ուրեմն պետք է ռադիուսը հավասար լինի այստեղի ու ստեղի, այսինքն դա պետք է կիսագունդ լինի։ Բայց հիմնական տես բան չի, ավելի տապակոտ է։ Բայց Իտալիա որ գնում ես, այդ Նեապոլիոն բանում որ տեսնում ես, այդտենց գունդ է, որ ռադիուսը հավասար է երկուսն է։ Ես հիմա շատ հետաքրքիր է, որ 3-4 րոպեվա ընթացքում նենց խրթխրթան։ Դե հա, որովհետև այնքան տաքություն է մեջը, նրանք դնում հանում են, ու դու պատկերացրու, որ դա, չգիտեմ, Հռոմում կամ Ֆլորենսում կամ Նեապոլում միջալուց իրենք ասում են, որ Իտալիայում առհասարակ ասում են, որ այսինքն պիցան մենակ Նեապոլում է, ինչ որ Նեապոլից դուրս է, դա պիցա չի, գնում ես Նեապոլ, իրանք էլ ունեն մեկ կետ, տենց ինչ որ հատուկ տեղ, այս է պիցան, մնացածը պիցա չի։ Fake։ Պատրաստենք։ Ահա, դե ինչ, արդեն կարող ենք անցնել մատուցման process-ին։ Այո։ Հրավիրում ենք մեր օգնականներին Mr. G-ի հետ, որ այստեղ մաքրեն։ Միջալուց այս փոշիներից եւ այլն հետո շինարարությունից, փոշիներից հետո կարող եք դուք էլ Mr. G-ի օգնությամբ ձեր ապակիները մաքրեք եւ այլ աչքերով տեսնեք մեր նոր փոշիները։ Նոր փոշիները։ Այո։ Հուսով եմ, որ Mr. G-ը շուտով կունենա այնպիսի, ուրեմն, ինչ-որ հեղուկ, որ փոշին կվախենա, այո, քաղաքը կփոշեզրկի։ Մնացեք մեզ հետ, մի քանի վայրկյանից այստեղ ամեն ինչ կմաքրեն, այսինքն ամեն ինչ մաքուր կլինի Mr. G-ի օգնությամբ, իսկ մենք կվայելենք մեր ուտեստը, որը պատրաստել է մեզ համար այսօր Grand Toast-ի շեֆ խոհարար Արտյոմ Իսպիրյանը։ Գարնանային գույները ավելի լավ տեսնելու համար ձեզ օգնության կհասնի Mr. G-ը իր լվացող, մաքրող եւ աղտահանող միջոցներով։ Իդեպ Mr. G-ը ներկայանում է նոր լոգոյով։ Mr. G-ն ցանկացած ապրանքի անգամ մեկ կաթիլը ուժ ունի։ Եփող թափողները։ Վերադարձանք, տեսնում եք, որ ամեն ինչ մաքուր է արդեն, Արտյոմը սկսում է տեղադրել ուտեստը, ես բացում եմ հիանալի կարմիր չոր ֆրունզիկ գինի։ Այո, հիանալի, ուրեմն արենի տեսակի խաղողից պատրաստված, մեր ավանդական, տես ինչ հարմար բան։ Հա, հետաքրքիր է, չէ՞, տես այդպես բան։ Որ չի թափում։ Սա կանայք են գնահատում, որտեվ չի կաթում ոչ միտեղ եւ գույնը խնդրեմ գնահատիր գինի։ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի լեգենդար ֆրունզիկ գինիներն են սրանք։ Հələ հոտ քաշի, մի հատ աչքդ ուրախացրու։ Մեր գործընկերն է Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր լեգենդար ֆրունզիկ կարմիր եւ սպիտակ գինիներով։ Կարմիրը պատրաստված է արենի խաղողի տեսակից, իսկ սպիտակը Վայոց ձորի ոսկեհատ խաղողի տեսակից։ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը միշտ կիրառում է իր նորարարական մտքերը, հիմնվելով դարավոր գինեգործության ավանդույթների վրա։ Սոմելիե ընկեր ունես։ Չէ։ Բայց հետաքրքիր է, չէ, որ ամեն մարդ, որը որ իր գործում արհեստավարժ է, ինչքան կարելի է անverջ տեսնել, նայել ինչպես է աշխատում, օրինակ շեֆ խոհարարը, սոմելիեն, մսավաճառը, որը որ միսը կտրատում է։ Իհարկե։ Ֆոտոնկարիչ, եթե սիրով անում, դա շատ հաճելի է։ Սիրով եւ արհեստավարժ։ Թեկուզ մատուցող։ Թեկուզ առաքիչ, կապ չունի։ Իհարկե։ Հա։ Եթե սիրով անում, շատ հաճելի է։ Ինչա պետք։ Հա։ Սոուսով դիզայն։ Անտես որ շարունակում ենք մեր թեման արհեստավարժ լինելու։ Սոմատ կաթիլը վերջում սես կոկը։ Արտյոմ, դուք որպես շեֆ խոհարար պատրաստում եք, թե հետևում եք նաև մնացածին ինչպես են պատրաստում։ Համ պատրաստում եմ, համ էլ հետևում եմ մնացածին, թե ինչպես են պատրաստում։ Այդ որ պատրաստում։ վերջում որ պատրաստում են իրենք, արդեն պետք է մատուցեք դուք վերջնական են, որ կինոներում սենց կա, որ նայում եք, օքեյ հոտ եք տվող, հաշում, հա, մի հատ ինչ որ բան նկատողություն։ Միայն հոտը չի, նաև փորձարկումը շատ կարևոր է, հա, Հա, շեֆ խոհարարը կամ պատասխանատու անձնավորությունը, ովքեր որ
հսկում է խոհարարի աշխատանքը, հետևում է խոհարարի աշխատանքին, պարտավոր է սեղան ուղարկելուց, հյուրին ուղարկելուց առաջ պատվերը փորձի։ Այսինքն պատվերը միշտ 10% պլյուսով է պատրաստվում, որ փորձարկեն։ Այո։ Այդտենց լավ է շեֆ խոհարար աշխատել է։ Так, Ներեք։ Այստեղ գիտես ինչ ուզում են տանակները կա, որ ասես փայտի ցենց։ դեմա։ Դա արդեն Հələ չենք վերջացրել, բայց Հա, ես դնեմ։ ամենավերջի բանն է մնում, էլի, ես էլ դնեմ ստեղ։ Այո, դուք հանգիստ վերջացեք ձեր գործը, ասեք, երբ որ մենք Մի հատ փոքր։ Հələ, ահա։ Ավելացնում ենք Իսկ դա ինչ է։ տրյուֆելի ձեթը։ Տրյուֆելի ձեթ նաև։ Տրյուֆել ձեթ էլ ունի։ Տրյուֆելը համը ձեթ ունի։ Խնդրեմ։ Հիմա Մեր ուտեսն արդեն պատրաստ է, կարող եք փորձել։ ես արդեն չգիտեմ քիմքի հետ ինչա կա։ Так, լավ եկեք մի հատ խմենք։ Հա։ Так, Արտյոմ վերցրեք։ Դե ինչ շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր խոհանոցում։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն Դեռ հենց գալելու համար։ ուտենք եւ գնահատականը կտանք։ Երկրորդ փուլը։ Դե ինչ, լավ հիշողությունների համար։ Այո։ Անցյալի, ներկայի եւ ապագայի համար։ Так, հիմա փորձենք ուտեստը։ Տեսքը գրավիչ է շատ։ Բուրմունքն էլ։ Լավ, Արվին, առաջինը դու պետք է փորձես։ Որտեղ դասկո գնահատական, հա։ Դու չդիմացա։ Ոչինչ լավն է։ Այս ուտեստը Գրանդ-Օստում կա։ Այո, Ինչա կոչվում։ տավարի ֆիլե տրյուֆելի պատեով։ Ոնց որ կա այտենց կոչվում է։ Տրյուֆելի պատեով։ Բայց բլականգուսի պահը մենք անպայման բան անենք։ Ուժի մեջ է։ Այո, անպայման։ Так. Ինչ կասես։ Ընտիր։ Ընտիր։ Տեսք ինձ համար շատ կարևոր էր, ես կգնահատեմ 10-ից 9, քանի որ շատ արագ սարքեցինք բան, բայց էլ իդեալական 10-ից 9, համը շատ համով էր, շշմելու համով էր։ Նիսն շատ լավն է։ Շատ փափուկ է միսը։ Սոուսը պիկանտ համ ունի։ Եվ հետաքրքիր է որ ուտում ես սկզբից ինչ որ բան ես ասում, հետո դրանից հետո ինչ որ Տրուֆելն է խաղի մեջ մտնում։ fast post food fast Քանի րոպե տապակեցիք։ Ընդհանուր առմամբ պատրաստվում է 7 րոպեում։ Չէ, մենակ միսը։ Մենակ միսը պատրաստվում է 5 րոպեում։ Բայց այդ ամեն ինչը, այո, հա, այդ ամեն ինչը ռեստորանում, քանի որ ռեստորանային Դե պարզան, դա ավելի պրոֆ բան է, ավելի արագ է ստացվում։ Չէ, կամ պայմանների համար է մեզ պրոստացում։ 8-ից 10 րոպե։ Մի քիչ ավելի բարակ կտրված տալու դեպքում ավելի քիչ։ Ինձ թվում է պետք է գնալ Գրանդ-Օստ։ Այն պայմաններում այսպիսի բաներ պատրաստել է։ Դրանք նայի, կտրված։ Մի քիչ անջատեք կամերաները մենք հանգիստ վայելենք։ Հետո վերադառնանք։ Վարվինը դեռ նվերներ ունի, այո, ավելի Տոնա։ Շատ համով։ Ուտի։ Մեզ են պահանը լիներ, որ անջատելու են, ես ասեմ իրոք շատ լավն է։ Չէ, իրոք շատ լավն էր։ Դե ասա, կամերաները անջատած է։ Հիմա ասա։ Ասեցի արդեն ընտիր։ Չէ, իրոք շատ համով է եղել։ Ապրես։ Եփող թափողները։ Դե ինչ, ուտեստը շատ համեղ էր, շատ Շշմելու ես կասել։ շշմելու։ Եթե դուք եք ուզում այդ ուտեստը փորձեք, պետք է գնաք Գրանդ-Օստ եւ գնաք Գրանդ-Օստ եւ հարցնեք Արտյոմին։ Արտյոմին կարող եք չհարցնել, գնացեք Գրանդ-Օստ եւ պատվիրեք, ասեք եփող թափողների մեջ ձեր շեֆ խոհարարը պատրաստել է, այ դրանց ենք ուզում, այո։
Արվին ջան, սա քո նվերներն են։ Ես արդեն տեսա, այո։ Միստր Ջինի կողմից, Մարանիկի կողմից, Լուրպակի կողմից, վայելիչ։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, որ եկել ես, շնորհակալ եմ, որ կաս։ Իսկ եթե կազմակերպենք, մենք հետո մի օր այտենց ինչ-որ հետաքրքիր բան անենք ու միասին վայելենք։ Ոչ մի խնդիր։ Միասին վայելենք, միասին մաքրենք։ Կանայք մեզանց Վայելելը քո։ Կանայք մեզանց գող կնե։ Շնորհակալություն Արտյոմ։ Ձեզ նույնպես։ Շատ շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Շնորհակալություն մեր սիրելի Արվինին եւ իհարկե շնորհակալություն ձեզ սիրելի հեռուստադիտող, որ այս ամենը դիտում եք, YouTube-ում եք դիտում նաեւ, գրեք ձեր կոմենտները եւ вообще ավելի ակտիվ եղեք ձեր կյանքով մեկ ամեն ինչում։ Դրականով։ Այո, դրականով։ Եվ Արվինի ծահագին սովորելու բաներ ունի մեր հասարակությունը, որ եթե ինչ-որ մի բանով ուզում եք զբաղվել, անպայման մի հատ խորացեք այդ թեմայի մեջ, նոր սկսեք զբաղվել։ Այդ դեպքում կլինեն լավ արդյունքներ։ Ցե։ Եփող թափողները